98, 99, 2000-ից սկսել է 2001 թվին, 2002 թիվ, 2003 թիվ, 2004 թիվ, 2005 թիվ, 2006 թիվ, 2007 թիվ, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 18 թվին, 19 թվին, 20 թվին, 21 թվին, 22 թվին, 23 թվին, 24 թվին, ասում եմ 25 թվին։ Հայաստանի ներկայիս քաղաքական լանդշաֆտը վկայում է իշխանության վրա պսիխոպաթիայի անուրանալի ազդեցության մասին։ Պարագլխի եւ ՔՊԻ կողմից կազմակերպված ստերի շքերթը շարունակում է երկիրը շպրտել աղետից աղետ։ Ոչ 2020-ի 44-օրյա պատերազմի, ոչ էլ 2023-ի Արցախի բռնազավթման եւ հայաթափման օրերին Հայաստանի փաստացի ղեկավարները չցուցաբերեցին ցավի, զղջումի, ափսոսանքի եւ ապրոմակցման թեկուս մի նշույլ մեր արցախցի եղբայրների եւ քույրերի հանդեպ։ Ժողովրդի համար այն, որ իրենց ղեկավարները հոգեպես կայուն են եւ չեն տառապում հոգեբանական խանգարումներով, զուտ հետաքրքրություն չէ, այլ ազգային անվտանգության հարց է։ Հոգեկան առողջության եւ անձնային խանգարումների վերաբերյալ գիտական գրականությունից բացի գոյություն ունի նաեւ մեծ ծավալի հանրամատչելի գրականություն, հատկապես անգլերեն, որը հաճախ գրվում է այն նույն մասնագետների կողմից, որոնք բժշկական դպրոցների դասագրքերի հեղինակներն են։ Այս գրականության առատությունն ունի պարզ պատճառ։ Հոգեկան առողջությունը շատ ավելի մեծ դեր է խաղում հասարակության մեջ, քան սովորաբար մարդիկ պատրաստ են ընդունել։ Այդ ոլորտը ձևավորում է ոչ միայն անհատական եւ ընտանեկան կյանքը, այլև բիզնեսը, պետական կառավարումը եւ առհասարակ ազգերի ճակատագրերը։ Ռոբերտ Հեյերը, Ջոն Ռոնսոնն ու Փոլ Բաբյակն այն 3 ամենահայտնի հոգեբույժ մասնագետներից են, որոնց գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով եւ ընթերցվում են ամբողջ աշխարհում։ Ի տարբերություն շիզոֆրենիկների, որոնք ունեն ֆիզիկական իրականության աղավաղված ընկալում, պսիխոպաթների խեղաթյուրված պատկերացումը սոցիալական նորմերի, բարոյականության, արժեքների եւ զգացմունքների մասին է։ Պսիխոպաթները չեն զգում զղջում, չունեն մեղքի զգացում եւ չեն իմաստավորում ամոթը այնպես, ինչպես սովորական մարդիկ։ Հանրությունը լավ է հիշում, թե ինչպես Հայաստանի նորագույն պատմության ամենամեծ ողբերգությունից հետո Պարագլխի մերձավորները, նրա աներձակը եւ Ալեն Սիմոնյանը ուրախությամբ պարում էին Հունաստանում ծովափին, այն ժամանակ, երբ հայ մայրերը հողին էին հանձնում իրենց որդիներին։ Պսիխոպաթները դավաճանում են առանց երկմտելու եւ առանց խեղճի գետի խայքի, փոխարենը գոյատևում են խաբեության եւ չարամիտ դատարկախոսության միջոցով։ Հայտնի կանադացի մասնագետ դոկտոր Ռոբերտ Հեյերի «Պսիխոպաթիայի մասին հանրամատչելի» գիրքը այդպես էլ կոչվում է «Խիղճ չունեցողները. պսիխոպաթների զարհուրելի աշխարհը»։ Այլ կերպ ասած, պսիխոպաթիան ոչ թե շիզոֆրենիայի պես հիվանդություն է, այլ հոգեբանական աննորմալություն։ Պսիխոպաթիայի մասին ճիշտ պատկերացում կազմելը պարզապես ակադեմիական հարց չէ, սա ազգային գոյության խնդիր է։ Պսիխոպաթիան քաղաքական պատմության մեջ լավ փաստագրված երևույթ է։ Իոսիֆ Ստալինը, Ադոլֆ Հիտլերը, Մաո Ցզեդունը, Սադամ Հուսեյնը եւ Պոլ Պոտը պսիխոպաթ քաղաքական գործիչների դասական օրինակներ են։ Մարդիկ, որոնք իրենց դաժանությունը թաքցնում էին վեհանձնության կեղծ պատրանքի, ստախոսության եւ անսանձ իշխանատենչության ծարավի հետևում։ Լայն տարածված կարծրատիպի համաձայն պսիխոպաթները հաճախ պատկերվում են որպես անկառավարելի անհատներ, որոնք իրենց կապիկի նման պատեպատ են տալիս։ Թեև որոշ պսիխոպաթներ կարող են լինել էմոցիոնալ եւ բռնի, նրանց մեծամասնությունն իրականում համեմատաբար հանգիստ, հաշվարկող եւ խարդախ մարդիկ են։ Ռոբերտ Հեյերը, որը համարվում է պսիխոպաթիայի ոլորտում համաշխարհային հեղինակություն, մշակել է Հեյերի պսիխոպաթիայի ցուցիչների համակարգը, պսիխոպաթիկ հատկությունների գնահատման գործիք։ Ըստ դրա նրանք ունեն մակերեսային հմայք, կարող են գրավիչ թվալ։ Օրինակ Փաշինյանի գյուղական շրջագայությունները, ժապավեն կտրելու արարողությունները եւ նրա իբրև թե ժողովրդին մոտ լինելու կերպարը խեղճ հարիֆի կարծրատիպի հետ միասին անկեղծության պատրանք ստեղծելու հաշվարկված խաբեության տեխնոլոգիաներ են։ Պսիխոպաթներին բնորոշ է գերբարձր ինքնագնահատականը, նրանք իրենց համարում են ուրիշներից վեր, հաճախ այն թաքցնելով կեղծ խոնարհության շղարշի տակ։ Շատ ինքնահռչակ հեղափոխականներ, Ստալինը, Հիտլերը, Մաոն, բոլորը այս հատկանիշի կրողն էին։ Կիսագրագետ Փաշինյանն էլ իրեն համարում է Հայաստանի փրկիչ, իրական Հայաստանի եւ խաղաղության խաչմերուկի մեծ փիլիսոփա, մինչդեռ նա հետևողականորեն եւ ինչպես պարզվել է միտումնավոր քանդում է երկիրը։ Պսիխոպաթների ամենաարտահայտիչ հատկանիշը սակայն պաթոլոգիկ ստախոսությունն է եւ կեղծարարությունը։ Պսիխոպաթները հեշտությամբ ստում են ոչ միայն ուրիշներին խաբելու, այլ նաեւ այդ խաբեությունից հաճույք ստանալու համար։ Սուտ Մահաբեր, արյունաբեր, անաստված մարդ է ինքը, իմնը ինքը։ Սա հողերը տվեց, սաղ տալիս է, հիմա էլ սաղորը մեղրի են խոսում, ինչից խոսում են, հանձնում են։ Նախորոք պատրաստում է, որ մեղրի, ինչ կա մեղրի, խես ինչի խիա կպե մեղրիից։ Խոսքա տվե Էրդողանին, Ալիևին, տալիս է մարդը։ Նիկոլ Փաշինյանը պետք է պատժվի դավաճանության համար։
Նա դավաճանել է հայ ազգին։ Ես չգիտեմ նրա հետևում ինչ ուժեր են եւ ինչ են ասում, որ ինքը կատարում է, ավելի լավ չէր նա չենտարկվեր այդ ուժերին եւ գտնվեր հայրենասեր ու ցուցաբերեր իր հայրենասիրությունը, չնայած որ ես արդեն կասկածում եմ, որ նա մաքուր հայ է։ Ունենք տարածքային կորուստներ, ես չգիտեմ ով է պատասխան տալու, բայց դե երկրի ղեկավարը նա է եւ նա էլ պետք է պատասխանատվություն կրի դրա համար։ Երկիրը քանդեց, ամեն ինչը թանկացումները, ժողովրդին խաբեց, ու մարդու կնիկել կապիկություն են անում։ Հա, ինչ ժողովրդին իրանց գիժալով ուրիշ են գժի տեղ դնում։ Ամեն ինչի համար ինքը պետքա պատժվի։ Իրան ընտրել ենք այն բանի համար, որ ժողովուրդը այսօր բարեկեցիկ կյանքով ապրի, բայց այսօր չենք տեսնում ոչ մի բան։ Եթե չի կարող ժողովրդի մասին մտածի, ավելի լավ է թող հեռանա։ Փաշինյանի դավաճանությունների անվերջ ինքնախոստովանականները եւ զազրելի կեղծիքները պսիխոպաթ եւ դեմագոգ բռնապետ լինելու խոսուն ապացույցներ են։ Ժողովուրդը վաղուց է հասկացել, որ սա պարզապես անգործունակություն չէ։ Ռոբերտ Թեյերը միանշանակ կասեր, սա պսիխոպաթիայի իր ամենաուղղակի դրսևորմամբ։ Եթե հայ հասարակությունը դեռևս 2020-ին կարողանար ճիշտ վեճ լուծել իրավիճակը, շատ կյանքեր կարող էր փրկել եւ 2022-ին, եւ 2023-ին։ Նույնիսկ հիմա կարող է։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։